Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Պահեստազորի գնդապետ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Նահապետյան։ Այս պահի դրությամբ եղած ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի մասին շատ կծկտուր է, նա այնտեղ հայ համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել, դրա մասին գրառում է արել Facebook-ում, հասցրել է ինքն իրեն լուսաբանել, նաև կադրեր կան օդանավակայանից դիմավորման կադրերն են, հայտնի է, որ Էրդողան Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով 19:00-ին Դոլմաբահչեի պալատում, որը իդեպ հայ ճարտարապետ հայտնի Պալյանների դինաստիայի ներկայացուցիչն է կառուցել, այնտեղ Էրդողանի գրասենյակում է տեղի ունենալու հանդիպումը, այս պահի դրությամբ ինֆորմացիան այսքանն է, անդրադարձեք այդ այցելությանը, ինչու է գնացել Փաշինյանը, ինչ, այսպես ասած, չակերտներով, ձեռքբերումներով, պաշարով, իսկ իրականում Հայաստանի համար ինչ նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով է հետ գալու։ Նախ այնինչ Էրդողանի հետ հանդիպան ժամանակ գրավոր թե բանավոր պայմանավորվածություն ձեռք է բերել, այդ գործընթացը Փաշինյանը սկսել է 2018 թվականից։ Մարտավարական եւ ռազմավարական առումով լուծելով 4 կարևորագույն խնդիր։ Առաջին, Արցախի օտարում կամ հանձնում Ադրբեջանին տևեց 5 տարի։ Ռուսաստանից, Հայաստանից բոլոր առումներով, այդ թվում նաև տնտեսական, էներգետիկ, մշակութային, հոգևոր կապերի կտրում խզում։ Երրորդ, 102 ռազմաբազայի եւ Հայաստանի, Իրանի, Հայաստանի ու Թուրքիայի միջև Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքի դուրս հանում։ Եվ վերջում, ըստ ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների գնահատմամբ միլիտարիստական խմբերի անձանց կազմակերպությունների չեզոքացում, որի աշնագծում բնականաբար հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Այսինքն քայլերը հաջորդաբար իրականացվում։ Վստահաբար այո, 5 տարի պետք եղավ Արցախը հանձնելու համար։ Հիմա եկել է ժամանակը, որպեսզի Ռուսաստանը ուղղակիորեն բոլոր այն թելերը, որով որ կապված ենք, այն ներդրումային բազան, որ կա, այդ թվում նաև իդեպ Սամվել Կարապետյանի պատկանող հեծը։ Սա եւս պետք է օտարվի, սրա մասին ես այո բարձրաձայնել եմ Աքսա Էներգի կազմակերպության հետ թուրքական բանակցություններ են վարվում եւ ոչ միայն կոնկրետ հեծի, բայց կոնկրետ այս պարագայում հեծի, որ այդ կառույցը վաճառվի թուրքական այդ կազմակերպությանը։ Ով է վարում բանակցությունները։ Ըստ որոշ աղբյուրների Փաշինյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքեսյանը։ Այս պահին բանակցություններ են գնում։ Ու բանակցությունները գնացել են, ընդ որում պատահական չէր, երբ 2 օր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 1 ամիս առաջ կառավարության ներկայացրել է առաջարկ, ըստ որի պետք է ուսումնասիրել հեծի գործունեությունը, բաստողները, թերացումները եւ խնդիր դրնել ազգայնացման։ Այդ առումով ինքը ճիշտ է ասում, ես համակարծիք եմ ազգայնացման, բայց ոչ Հայաստանի Հանրապետության, այլ Թուրքիայի Հանրապետության։ Ուղղակի միջանկյալ մի քանի գործարքներ կարվեն եւ վերջին արդյունքում հեծը կտրվի Թուրքիային։ Ատոմակայանի փակման երկու նախանձախնդիր պետությունները աշխատում են այդ ուղղությամբ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ինչու՞ որտեղ ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության հիմնասյունն է, որը տալիս է Հայաստանում սպառվող հոսանքի 40%-ը։ Եվ ոչ միայն էներգետիկ, առհասարակ անվտանգային առումով։ Ես առաջին հերթին ես նկատի ունեմ այն արտադրանքը, որ հեծը տալիս է հոսանք։ Եվ պատահական չէր, որ վերջին շրջանում Փաշինյանը մոդուլային ատոմակայանների մասին էր խոսում։ Ամերիկյան մոդուլային ատոմակայան գոյություն չունի, գոյություն ունեն երկու պետությունների կողմից մոդուլային ատոմականների կառուցում, դա Ռուսաստանն եւ Չինաստանն է։ Իդեպ այդ ելույթի ժամանակ փայլուն կերպով նա ցույց տվեց, որ անիրազեկ է, գումարելով դրան, որ մոդուլային ատոմականների կառուցումը նրա համար, որ եթե տեխնիկական վթար լինի 500 մետր հեռու ատոմականից ռադիացիոն ֆոն չի լինի։ Սա մեղմ ասած ժպիտ է առաջացնում նման գնահատականներ։ Սովորաբար այդ ատոմականները կառուցում են պետությունները բնակչության ընդհանուր խտացված վայրից բավականին հեռու
վայրերում, եթե անհրաժեշտություն է, ասենք, հանքարդյունաբերությամբ զբաղվել, զորամասեր տեղադրել, հա։ Օրինակ ռուսները ունեն մոդուլային ատոմական նավի վրա, որտեղ հնարավոր չի սովորական ձևաչափով հոսանք հասցնել։ Ինքը այո, կամ եթե հասցնեն, հոսանքի կորուստը լարերի միջոցով այնքան մեծ է, որ անիմաստ է, ուստի եւ այդ մոդուլայինների իմաստը դա է։ Եվ ոչ թե ինչ-որ ինչի մասին։ Անվտանգության հետ կապված էլ մասնագետները ոչ միանշանակ կարծիք չեն արտահայտում եւ հակառակը շատ լուրջ ռիսկեր են նշում հենց մոդուլայինների հետ կապված։ Արևմուտքը մոդուլային ատոմականների կառուցման պրակտիկա չունի, ես նորից եմ կրկնում, 2 պետություն է կառուցել, բայց փորձական առումով առաջինը սկսել են այդ ուղղությամբ Կանադան աշխատել։ Հիմա եթե մեր ատոմականը փակվի, ես այստեղ խնդիր նույնիսկ այն չէ, որ Հայաստանը դառնում է արևմուտքի մոդուլային ատոմականների կառուցման փորձադաշտ։ Կարևորը նա է, որ մեզանից խլվում է մեր էներգետիկ անվտանգության 40%-ը։ Եվ կախվածություն է առաջանում ուղիղ Թուրքիայից։ Այ եթե հաջողվի, որ այս կամ այն պատրվակով Ռուսաստանից էժան գազի մուտքը Հայաստան եւս փակեն, որովհետեւ օրինակ Երևանի ջոկը չաշխատի, ապա վստահաբար ամբողջովին մենք կախված ենք լինելու առաջնորդին Ադրբեջանից։ Որ Ադրբեջանից գազ կգնենք։ Եվ ընդ որում մի քանի անգամ ավելի թանկ։ Այո։ Բնականաբար։ Այսինքն սա էներգետիկ ոլորտն եմ ասում, եթե ուշադրություն դարձնենք նաև մեր գյուղ նշանակության արտադրանքի եւ արտադրանքի վերամշակված ձևի սպառումը հիմնականում Ռուսաստանի Դաշնությունն է։ Ես կարծում եմ, օրվա իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի այդ շուկան եւս փակվի։ Այսինքն Հայաստանի արտադրանքը ռուսական շուկայում չսպառվի։ Եվ ամենակարևորը, Ալիևի 7 պահանջները, որ այսօր օրակարգային են, Փաշինյանի կատարումից հետո, ցեղասպանության հրաժարումից հետո հաջորդ օր իսկ Փաշինյանը հրապարակավ ըստիս ելույթ է ունենալ եւ ասելու է, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատվում է դիվանագիտական հարաբերություններ, 102 բազայի նշանակությունը եւ իմաստը այլևս կորած է, մենք խզում ենք պայմանագիրը Ռուսաստանի Դաշնության հետ եւ 102 բազան պետք է դուրս գա։ Սա Այսինքն այս բոլոր process-ների, այսպես ասած, գագաթնակետը ռազմավարական ու գեոպոլիտիկ տեսանկյունից դա է լինելու։ Այո, այստեղ Ռուսաստանը հարավային Կովկասում պետք է ներկայացված չլինի։ Ընդ որում ասեմ, Իրանի եւ Իսրայելի ռազմական բախման ենթատեքստը նաեւ որոշակի առումով դա է, որպեսզի Ռուսաստանի հարավային Կովկասից Միջին Ասիայից դուրս տնի, իսկ Իրանը Ռուսաստանի համար հյուսիս-հարավ միջանցքի ամենակարևոր պետությունն է 1 եւ երկրորդ ԱՄՆ-ի համար ռազմավարական առումով թիվ 1 հակառակորդը տնտեսության ոլորտում Չինաստանն է, իսկ Չինաստանը Իրանի հետ 25 տարվա կտրվածքով կնքել է պայմանագիր նավթի վաճառքի 400 միլիարդ դոլարի, եթե Իրանում կարողանում են իշխանափոխություն իրականացնել, իսկ այս ռազմական բախման առաջնահերթ նպատակը Իրանում իշխանափոխություն իրականացնելը, այսինքն այաթոլլաների կառավարման ինստիտուտը վերացնելը, այդ նշանակում է, որ հարվածը Չինաստանին սպասեցնել չի տա, որտեղ Չինաստանի տնտեսությունը միակն է աշխարհում, որ մրցակից է ԱՄՆ-ի տնտեսությունը։ Եվ դրանով հարված հասնելով Չինաստանին իր տնտեսությունը բավականին ծանր վիճակի մեջ դնել, որտեղ Չինաստանի տնտեսության առյուծի բաժին հոսանքի արտադրության ուրեմն էներգակիրներից նավթն է օգտագործում։ Սա է իրականությունը եւ մենք ապրում ենք այս օրերում։ Եվ այդ գլոբալ մեծ խաղի մեջ, պարոն Նահապետյան, հարավային Կովկասում Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը, որը փորձում է Էրդողանի բարեգթությունը մուրալ եւ իր պատկերացրած իսկ իրականում այդ մտածածին խաղաղությունը Էրդողանի հովանավորությամբ փորձել բերել, այս այցը այդ տեսանկյունից փորձենք գնահատել ու առհասարակ աննախադեպ է, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների ղեկավարները նման անհասկանալի ձևաչափով հանդիպում են։ Ինչու է Փաշինյանը գնացել Ստամբուլ։ Գիտեք, եթե մի պահ փորձենք այսպես անկողմնակալ ըստ իս տեսանկյունից նայել եւ մտածենք, որ Փաշինյանը ինչ քայլ անում է իր համար որպես մոտիվացիա եւ ելման կետ Հայաստանի Հանրապետության շահն է, տեսականորեն նայենք, ապա իր այս քայլերի տրամաբանությունը կայանում է հետեւյալում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ցանկացած բան ռազմական առումով Հայաստանից կարող է օտարել տարածքներ։ Իդեպ ներողություն, հենց այսօր կրակել է Ադրբեջանը նորից, թիրախավորել է Սյունիքը, այո։ Ուրեմն Փաշինյանը հաշվում է ըստ իս
Եթե ինքը հանձնարարական չի կատարում, հրաման չի կատարում, եթե ենթադրենք ինքն է որոշում կայացնում բոլոր այն քայլերի, որի դրսևորումներից մեկը այսօր Ստամբուլում այդ հանդիպումն է։ Հաշվարկը հետևյալի մեջ է։ Հաշվարկն է, որ Ադրբեջանը ռազմական առումով ցանկացած պահին Հայաստանին կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, այդ թվում նաև տարածքների օտարման տեսքով, ապա Փաշինյանը ընտրել է մեկ պետության եւ մեկ ղեկավարի, որը ունի ավագ եղբոր կամ ավագ գործընկերոջ կարգավիճակ Ադրբեջանի մոտ։ Դա Թուրքիան է։ Ադրբեջանը իր հպատակությունը եւ հնազանդությունը ցույց տալով Թուրքիայի ղեկավարին, այդ թվում նաև մեր երկրի բոլոր ռեսուրսային կարևորագույն օբյեկտները եւ արտաքին կառավարման լրջագույն լծակները տրամադրելով Թուրքիային, Փաշինյանը հաշվարկել է, որ եթե իսկապես Թուրքիան բարեհաճ գտնվի Հայաստանի նկատմամբ եւ այդ նվերը, այսպես ասենք, ինքը ընդունի, ապա Թուրքիայի նախագահը որոշակի առումով բարոյական տեսանկյունից ըստիս առաջին հերթին, միգուցե հետո իրավական որոշումներ կայացնելից Ադրբեջանի վրա լծակներ օգտագործի, որպեսզի վերջինս Հայաստանից տարածքներ չոտարի։ Այսինքն ըստիս, եթե իսկապես Փաշինյանն է որոշումներ կայացնում, ապա իր հաշվարկը սրա վրա է։ Բայց սա, ինչպես ասում են, երկակի երկսայրի սուր է, որտեվ Հայաստանը ամբողջովին տրամադրելով Թուրքիայի տնօրինության ներքո, ասենք նույն Էրդողանը դյուրին կերպով կարող է Ալիևին ուղղակի հանձնարարականներ տալ, որ ուժի ճնշման միջոցով Հայաստանից վերցնել այն մնացածը, որը չի կարող տրվի Թուրքիային։ Օրինակ մեր տարածքների մի մասը, որովհետև Թուրքիան հիմնավորում չունի, թե ինչու պիտի Հայաստանից տարածքներ օտարի։ Իսկ Ադրբեջանը ունի, ասենք 300,000 փախստականների վերադարձ։ Այո, իհարկե, իր կարծիքով, Ալիևի կարծիքով։ Այսինքն ամեն ինչ առավելագույնը Էրդողան Հայաստանից ստանում է, այդ թվում նաև արտաքին կառավարում 102 բազայի դուրս բերում, իրեն հաճո նաև պատգամավորական խմբակցության ստեղծում եւ այլն, սա այս փուլը ավարտվում է եւ որից հետո բարի քերից հետո չար քերին է մտնում խաղի մեջ։ Իդեմս Ալիևի, որն էլ ասում է, այ օրինակ հիմա այս փախստականների վերադարձը ապահովի 160 միլիարդ դոլար փոխհատուցում, ռեպարացիա տու, ասենք մի 3 այդքան ավելի ռազմական տուգան կոնտրիբուցիա, մի 20-30 հազարանոց ցուցակ տրամադրվի Փաշինյանին Արցախում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած եւ մասնակցած ռազմաքաղաքական ղեկավարության եւ անդամների կողմից, որովհետեւ վերջիններս նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո արտահանձնվի Ադրբեջան եւ այդպես շարունակ Ահաբեկչի, հա, կարգավիճակում Ադրբեջանի կողմից որտեղ իհարկե օտար պետության տարածքում զենքը ձեռքով կռվել են այդ պետության օրինական իշխանությունների, այդ թվում ոստիկանության եւ բանակի դեմ, իհարկե։ Այսինքն սա է սցենարը, ես կարծում եմ, այո, այն հետևանքը, որը հաջորդելու է այն քաղաքականությանը, որը վարում է Փաշինյանը։ Այո, առավելագույն ստանալու է Էրդողանը, մնացածը, ինչպես ասում են, պասը տալու է Ալիևին, ասելով մնացած դու ես տանում։ Պարոն Նահապետյան, եթե էլի փորձենք ձեր նշած կանխավարկածից ելնենք, այս տարածաշրջանում հենց այս պահին պատերազմ է, որը իսկապես կարող է էլ ավելի լայն ընդգրկում ունենալ, ոչ միայն նկատի ունեմ հենց հարավային Կովկասը, այլ ամբողջ մեծ մերձավոր արևելքը, ու այս պայմաններում երաշխիքները Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է փնտրում փոխանակ իր երկրի ներսում հնարավորության չափով փորձի ադապտացվել իրավիճակին, իրավիճակից բխող քայլեր ու լուծումներ գտնել։ Թուրքիայից այդ երաշխիքը ստանալու հավանականությունը որքանով է իրատեսական եւ ինչ ժամկետում դա կարող է լինել, նույնիսկ եթե հիմա Էրդողան Փաշինյան ինչ որ պայմանավորվածություն ձեռք բերվի, դա ինչ կյանք է ունենալու։ Շատ կարճ։ Հաշվի առնելով, որ այսօր տարածաշրջանում բավական լրջագույն բախում է տեղի ունենում Իսրայելի չերևացող ձևով Միացյալ Նահանգների մի կողմից, լավ էլ երևացող իրականում։ Այնուամենայնիվ չերևացող նկատում եմ պետական կառավարման մարմինները հրապարակավ հայտարարում են, որ իրենք մասնակից չեն, թե ռազմական առումով առաջին իսկ օրվանից իրենք մասնակից են։ Մի կողմից եւ Իրան Իսլամական Հանրապետությունը եւ իրեն օգնող Չինաստանը եւ Ռուսաստանը մյուս կողմից։ Այդ երկու պետությունները ռազմատեխնիկական լրջագույն աջակցություն են ցույց տալիս
Իրան Իսլամական Հանրապետությանը եւ այն նվազագույն կամ պլան ան, որը որ Իսրայելը եւ ԱՄՆ-ը դրել էին Իրանը գրավելու, իսկ իրենց նպատակը ոչ թե ռազմական առումով այդ տարածքը գրավել, այլ ստեղծել մի վիճակ, որտեղ կար ժամանակում Իրանում 5-րդ շարասյունը, ժողովրդի դժգոհությունը, ազգային էթնիկ 3 խմբերի կողմից անջատողական տրամադրությունները կգումարվեին մեկ-մեկու եւ Իրանում տեղի կունենար իշխանափոխություն։ Ես կարծում եմ, այս ծրագիրը արդեն իսկ ձախողվել է եւ մնում է, որ Իրանին ռազմական առումով հաղթեն, որտեղ այն ինչ արվեց առաջին մի քանի օրվա ընթացքում նպատակը ռազմական գերիշխանություն չէր ունենալը, այլ գլխատելը ռազմական, քաղաքական, հոգևոր եւ հոգեվոր մի մասը։ Բայց դա էական որևիցե ազդեցություն վերջնարդյունքի վրա չի կարող ունենալ։ Եվ հիմա գալիս է մի վիճակ, որտեղ Իրանի քաղաքացիները, տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, իսկ այնտեղ ոչ թե ազգություններով, այլ կրոնական փոքրամասնություններով իրենք պատրաստական են պաշտպանել իրենց հայրենիքը, այսինքն մոտիվացիան այդ տարածքում ապրող ժողովուրդների, այո, կամ կրոնական համայնքների շատ բարձր է, ներառյալ նաև կյանքի գնով։ Հակառակ process-ը եղավ մոբիլիզացիա իշխանությունների շուրջ։ Իհարկե, ի տարբերություն այդտեղ ուշադրություն դարձրեք, ինչ process է հիմա գնում նվազագույնը Իսրայելում, որտեղ բարձրաստիճան անվտանգային կառույցներում պաշտոններ զբաղեցնող անձինք հրապարակավ մեկ-մեկու հետ լուրջ վիճում են, այո, եւ մեղադրում են մեկ-մեկու, թե ինչու այդպես, որտեղ վերջին հաշվով այստեղ Իսրայելում ապրող քաղաքացիները, որտեղ ոչ միայն հրեաներ են, իրականում մի խումբ մարդկանց ձեռքին գործիք են եւ զոհ, նրանք ունեցան կորուստներ, ավեր եւ այլն։ Եվ վերջը առերևույթ չի երևում, որպեսզի Իսրայելը հաղթի Իրանին ռազմի դաշտում։ Երկու ճանապարհ կա։ Ճանապարհ առաջին ցամաքային մեծ օպերացիա, որտեղ նվազագույնը 1.5 միլիոն անձնակազմ, տեխնիկա, ենթակառույցներ պետք է կենտրոնանան Իրանի սահմանի մոտ եւ ներխուժեն Իրանի սահման։ Այստեղ եւս դա ձախողվելու է, որտեղ Իրանի ժողովրդի եւ իր զինված ուժերի մոտիվացիան հայնիկի պաշտպանության շատ ավելի բարձր է, քան օտարին, որը պետք է նվաճի։ Նաև քանակական տեսանկյունից։ Եվ քանակական տեսանկյունից միլիոն մարդու մասին է խոսքը։ Եթե 1.5 միլիոն ներխուժում է, ապա Իրանը ինքը նվազագույնը մոտ 5-ից 6 միլիոն պաշտպանողներ կարող է հանել եւ այդ հակառակորդի այդ թվականակ անգամ բավարար չի։ Երկրորդ ճանապարհը, որով ուժով կարող են վերցնել միջուկային զենքի կիրառումը, ուղղակի Իրանը դառնա Իսրայելի կողմից միջուկային հարվածի թիրախ։ Բայց կարծում եմ այդ երկու սցենարից արդեն իսկ ԱՄՆ-ի նախագահը հետ է կանգնել, ինչու, որովհետև երեք հայտարարեց, որ դեռևս 2 շաբաթ պետք է ժամանակ սպասելու, այդ 2 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի ներկայացուցիչների դեմս Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների այսօր Ժնևում հանդիպում են Իրանի արտգործնախարարի հետ։ Իդեպ այդ հանդիպանը արևմուտքի կողմից ներկայ նաեւ Եվրամիության դիվանագիտական կառույցի ղեկավար Կարակայասը եւ առաջարկը արևմուտքինն է, այսպես ասենք, ոչ Իրանն։ Ընդ որում Իրանը միջև այս ռազմական բախում ինքն էր հորդորում, խնդրում եւ Օմանում հանդիպումների ժամանակ ասում էր ես բացարձակ երաշխիքներ կարող եմ տալ, որ միջուկային զենք չեմ ստեղծում, բայց ես չեմ հրաժարվի խաղ ատոմի օգտագործումից, այսինքն ատոմականների կառուցումից։ Հիմա արևմուտքը ինքն է նախաձախնդիր ընդհանրապես Իրանին հորդորել, որպեսզի 100%-անոց երաշխիքներ տա միջուկային զենքի չստեղծման համար։ Այսինքն ես կարծում եմ, որ արևմուտքը արդեն ընկրկել է, հետ քայլ է արել։ Եթե իհարկե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրինակ չորոշեց, որ միջուկային հարված է ասում։ Ես այդ տարբերակը չեմ բացառում առանց ԱՄՆ-ի գիտության, ինչու, որովհետև Բենյամին Նեթանյահուն հրաշալի հասկանում է, որ պահին պատերազմը կանգնում է իր եւ, այո, ճիշտ է, ոչ միայն կյանքի, այլև իր թիմի, իր ընտանիքի, նրանք ռազմական հանցագործներ որպես դատվելու են։ Այսինքն անկանխատեսելիության գործում ընդհանրապես Նեթանյահու կողմից միջուկային զենքի օգտագործման հրաման արձակելն է լինելու, որ ԱՄՆ-ը հետ քայլ է արել արդեն ակնհայտ է, որ Իրանը այս ռազմական բախումում չի պարտվել եւս ակնհայտ է, որ պատերազմը կամ ռազմական գործողությունները կասեցնելուց հետո Իրանի դիրքերը անհամեմատ ուժեղանալու են տարածաշրջանում, իսկ քանի որ Իրանը երկու պետության համար ունի ռազմավարական նշանակություն, Ռուսաստանի համար հյուսիս-հարավի ամենահիմնական կարևոր պետությունն է հանգուցային, իսկ Չինաստանի համար
նավթի հիմնական աղբյուրն նավթի վաճառքը։ Պուտին Սի Ցինփին հեռախոսազրույցել եղավ։ Այո, եւ սա պատական չի, այսինքն երկու պետություն վստահաբար օգնում են Չինաստանին, իհարկե չերևացող կերպով, բայց պայմանագրային իրենց պարտավորությունների շրջանակում, որտեղ 3 չառաջնորդը վավերացվել է Ռուսաստանի եւ Իրանի միջև վաղուց ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Այսինքն Ռուսաստանը ակնհայտ բացահայտ կերպով կարող է ռազմատեխնիկական եւ հետախուզական տվյալներ տրամադրել Իրանի Իսլամական Հանրապետության, այն որ Պարսից ծոցում արդեն իրանական չինական լրջագույն ռադիոէլեկտրոնային պայքարի նավատորմ է գտնվում, որը ինչպես ասում են հետախուզական տվյալներ ամբողջովին ֆիքսում է եւ փոխանցում է Իրանին, դա եւս ակնհայտ է։ Այն որ ռազմական բեռնատար ինքնաթիռներ պարբերաբար մեծ քանակով Չինաստանից թռչում են Իրան, դա եւս փաստ է։ Էնպես որ այստեղ արևմուտքը իդեմս Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կարելի ասել էս ոչ պատերազմ, բայց մեծ ճակատամարտը երբ տանուլ են տալիս, տարածաշրջանում ուժերի հարաբերակցություն է փոխվում։ Այսինքն այստեղ ուժեղանալու է Ռուսաստանի, Չինաստանի գործունը։ Եվ Թուրքիան բնականաբար Ադրբեջանի հետ միասին որոշակի հետ քայլեր պետք է անեն, իսկ այդ ժամանակ Փաշինյանը պիտի մտածի, թե Սաակաշվիլուց խորհրդարցնի, թե որտեղ պիտի պատասպարվի կամ ճողոպրի։ Այսինքն էլի պարոն Նահապետյան ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը սխալ ընտրություն է կատարում, այնպես ինչպես նա այդ ընտրությունը կատարեց ռուս-ուկրաինական կոնֆլիկտի բռնկման փուլում, երբ համոզված էին, չէ, այս իշխանության ներկայացուցիչները, որ Ռուսաստանը տանուլ է տալու ու իրենք, այսպես ասած, վայելելու են այդ պարտության դափնիները արևմուտքի հովանու ներքո։ Այո, կրկին սխալ ընտրություն, եւ այդ սխալ ընտրությունը, եթե միայն իր անձով եւ իր մտերիմներով պայմանավորված լիներ կորուստների առումով, դա դեռ չարից փոքրագույն է, բայց դա հիմա մենք այստեղ հայրենիքի երկրի խնդիրն է։ Ես կարծում եմ, ես ժամ առաջ սա ավարտվի, նկատի ունեմ Իսրայելի եւ Իրանի, թեև հրթիռակոծությունները շարունակվելու են, Իրանը ընդ որում 3 առաջին անգամ հիպերձայնային արագությամբ նորագույն հրթիռներ, 2 հրթիռ է կիրառել եւ զինանոցում կարծում շատ ավելին ունի, ավելին այստեղ գիտեք վտանգը որն է, եւ դրա մասին երեք Ռուսաստանի նախագահը բարձրաձայնեց, ասեց, որ իրանական ուրանի հարստացման ցենտրիֆուգները գտնում են շատ խորքերում եւ անհասանելի են։ Ինչի համար ասեց, որ ես չեմ բացառում, որ Իսրայելը միջուկային զենք օգտագործի այն վայրում, որտեղ այդ ցենտրիֆուգներն են, հա, իրենց ռումբերը հակաբունկերային չեն, որտեղ այդ ցենտրիֆուգները գտնում են 80-ից 120 մետր խորության վրա ժայռոտ լեռներում, իսկ իրենց ռումբերը առավելագույն 40 մետրի ձագար են առաջացնում, չեն հասնում, եւ որի մասին երեք Ռուսաստանի նախագահը ասաց։ Բայց դա էկոլոգիական հետևանք կունենա, որովհետեւ սա էլ է լրջագույն։ Հա, բայց չեն հասնում ցենտրիֆուգներին, որտեղ ուրանը կա հարստակ, չեն, եւ Ռուսաստանի նախագահը կարծես թե առերևույթ լիգբեզ էր անցկացնում, բայց նպատակը ըստ իս ենթատեքստը հետեւյալն էր, որ Իսրայելի ղեկավարին զգուշացվում է, որ եթե դու փորձես միջուկային զենք օգտագործել այդ միջուկային օբյեկտների տարածքում եւ հետո ասես, որ սովորական ռումբով խոցել ես ցենտրիֆուգները եւ մեծ պայթյուն է առաջացել եւ ռադիացիոն մեծ ֆոն, ապա մեր համար տեսանելի եւ պարզ է, դա ոչ թե սովորական ռումբի ցենտրիֆուգները խոցելու արդյունքում է եղել այդ պայթյունը մեծ, այլ դու միջուկային զենք ես օգտագործել։ Այո, վստահաբար նախազգուշացվեց Նատանյահուին, որ միջուկային զենք չկիրառես, մեզ համար տեսանելի է լինելու, որ դա միջուկային զենքի հետևանքով է լինելու եւ պատասխանը աներկբա լինելու։ Հասկանալի է, պարոն Նահապետյան, եւ էլի գանք մեր խնդիրներին ուղղակիորեն այս փուլում որքան է հավանական Սյունիք ադրբեջանական ներխուժման սցենարը եւ արդյոք Նիկոլ Փաշինյանը Ստամբուլ կատարած այցով կկարողանա այդ ռիսկը չեզոքացնել, ինչու, որովհետև 2 օր առաջ նախորդանում ըստ էության դա էր հայտարարում, ասում էր, որ Սյունիքին վտանգ չի սպառնում, թեև բոլոր վերլուծական տեսակետները հակառակն են պնդում, ընդ որում ոչ միայն տեղի, այլ նաև հենց հարևան Իրանի վերլուծական շրջանակներից, եւ ասում էր, որ մենք երբեք այսքան պատրաստված չենք եղել տարածաշրջանային իրավիճակին արձագանքելու տեսանկյունից, հղում էր անում այսպես կոչված խաղաղության օրակարգին եւ հայ-թուրքական
իր ձևակերպմամբ բավականին ինտենսիվ երկխոսությանը։ Ես կարծում եմ, որ այնինչի մասին ինքը բարձրաձայնել է, ամենայն հավանականությամբ ակնկալիք ունի, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կտա երաշխիքներ, իսկ երաշխիքների դիմաց Փաշինյանը պատրաստ է տալ ամեն ինչ, ստանալ միայն մի բան՝ մնալ իշխանության։ Տալ ամեն ինչ, ոչ իր անձնականի եւ իր մտերիմների, խոսքը Հայաստանի մասին է։ Այդ թվում նաեւ, որ ամբողջովին Հայաստանը դառնա Թուրքիայի ազդեցության տարածք։ Այդ դեպքում միգուցե առաջին փուլում Թուրքիան վստահաբար երաշխիքներ տա, որ Հայաստանից որևէ բան չի օտարվի, երբ Թուրքիան Հայաստանում բացարձակ իշխանություն ունենա, բոլոր առումներով, տեսականորեն նայենք, 102 բազան դուրս է գալիս, տնտեսություն, էներգետիկ համակարգ ամբողջովին Թուրքիայի կառավարության տիրույթում է, ասենք թրքասեր որոշ օլիգարխներ ստեղծում են կուսակցություններ եւ ապագա ընտրություններում իրականում ներկայացնում են Թուրքիայի շահերը ազգային ժողովում, դա արտարոց չի, որտեղ կան երկրներ, քրիստոնյա երկրներ, որտեղ թուրքերը բավական լուրջ ներկայացված ունեն, օրինակ օրենսդիր մարմիններում, ասենք Բուլղարիայում մի ժամանակ հավակնում էին դառնալ առաջինը։ Այսինքն եթե 300,000 այսպես կոչված ադրբեջանցի ճակերտների մեջ վերաբնակեցվի, ձեր նշած սցենարը լիովին իրատեսական։ Եվ Փաշինյանը հույս ունի, որ Էրդողանի տված խոստումները բավարար հիմք են, որպեսզի Ադրբեջանը ռազմական առումով ներխուժում չանի եւ Հայաստանից ուղղակիորեն տարածքներ չօտարի։ Բայց դա արդյոք իրապես բավարար հիմք կարող է լինել։ Երկրները ոչ միայն ռազմի դաշտում են նվաճում, այդ ձեւով կարող են նվաճել, օրինակ Թուրքիան կառավարում է Իրաքի քրդական տարածքները։ Մոսուլի Կիրկուկի ամենանավթարաճ շրջանները Իրաքի, որտեղ քրդեր են ապրում։ Հիմնականում կենտրոնական իշխանություններին չի ենթարկվում, ավելի շուտ կապված է Թուրքիայի հետ, եւ քրդերի առաջնորդ Բարզանին համարվում է Էրդողանի բական մտերիմ անձը։ Հիմա հասել է մի վիճակ, որ այդ նավթը կոպեկներով Թուրքիան գնում է, իրաքյան նավթը, որտեղից բյուջե համարյա գումար չի մտնում Իրաքի, բայց փոխարենը այն ինչ արտադրություններ այդ տարածքում ժամանակին Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին կար, այդ բոլորը վերացվել է։ Այսինքն Հայաստանը այս առումով Թուրքիան կդարձնի հետևյալը՝ սպառման մի հատ տարածք, ընդերքի արդյունահանման մի հատ տարածք, այո, եւ 100%-անոց կառավարման տարածք։ Այսինքն, այո, եթե այսպես ասենք, գաղութ։ Դրանից հետո, եթե Թուրքիան որոշի, որ Հայաստանից ինչ-որ տարածքներ պիտի ստրատեգիական առումով օտարվի եւ տրվի Ադրբեջանին, բնականաբար ինքը Ալիևին կհուշի, որ ժամանակն է այն ինչ ծրագրեր որ դուներ ժամանակին։ Այդ ծրագրերի մի մասը կարող է իրականացնել։ Եվ այսօր, պարոն Նահապետյան, Ալիևի կրակոցները Սյունիքում, Փաշինյան-Էրդողան հանդիպման հենց օրը, սա էլ արդյոք պատահական չէր։ Կարծում եմ պատահական չէր։ Այդ կրակոցները ռազմական տեսանկյունից առ ոչինչ են։ Բայց հոգեբանական աստեցություն։ Երեք ես կարծում եմ, 3 հանդիպում ա եղել նույն Ստամբուլում Ալիև Էրդողան։ Հիմա գիտեք ոնց, երկու փորձառու կենսափորձով բավականին ծանրակշիռ կարգավիճակ ունեցող անձինք մի պարզամիտի գցել են իրենց արանքը։ Հիմա այս պարզամիտին, ասենք, Էրդողանը ասում է իհարկե ես երաշխավոր եմ, դու ուղակի սա զիջի, սա դու սա Եվ որպեսզի այդ պահին չբացահայտվի խաղը Էրդողանի եւ Ալիևի, Ալիևը կեցված կդրսեն, որ ինքը խիստ դժգոհ է Էրդողանի քայլերից։ Ինքը Հայաստանից տարածքներ է ուզում, փաստականների վերադարձ է ուզում, իսկ դրան խոչընդոտում է ով։ Էրդողանը։ Ավասիկ խաղի իմաստը ես նորից մեկ անգամ եւս ասեմ, Հայաստանը առավելագույն Փաշինյան Հայաստանից ամեն ինչ պիտի տա Թուրքիային, ռուսական գործոն այստեղ զրոյացվի, մենք որից է պաշտպանիչ գործոն, որից է դաշնակից չենք ունենալու, եւ այդ խաղի հաջորդ փուլում Էրդողանը հավասիկ կարող է Ալիևին ասել, հիմա քո ստանալու ժամանակն է Հայաստանից տարածքներ օտարել, որտեղ ես չեմ կարող տարածք օտարել։ Օտարման տարբեր ձևեր կա, այո։ Եվ այդ խաղից հետո Ադրբեջանը Հայաստանից սկսի տարածքներ օտարել։ Այս պարզամիտն ընդհանրապես կասի ինձ խափեցին։ Ես չէի ուզում, բայց այդպես ստացվեց։ Ինձ կներեք ժողովուրդ, վերջին հաշվով դուք եք ինձ ընտրել։ Ես էլ սխալվել եմ, այդպես էլ է լինում։ Ներեցեք ինձ հայ ժողովուրդ, որպեսզի գործը այդտեղ չհասնի, ես կարծում եմ Փաշինյանի վիճակը այդքան էլ միանշանակ པարզ չի, իր մեջ նախ իրեն կառավարում են վախերը, վստահաբար եմ ասում, եւ այդ վախերի լավագույն դրսեւորում Սամվել Կարապետյանի ձերբակալումն էր։ Նա իսկապես վախում է, որտեղ Սամվել Կարապետյանն իր ամբողջ ապրած կյանքով հակապատկերն է Փաշինյան Նիկոլի։ Փաշինյանը ավերել է, կորցրել է, գցել է, խաբել է
ոչինչ չի կառուցել։ Նայում եք Սամվել Կարապետյանի կենսագրությունը, այդ մարդը որտեղ եկել է, որտեղ ոտք է դրել, որտեղ փորձել է օգնել, ամեն ինչ ծաղկել է։ Եվ ավելին, Փաշինյանը ես կարծում եմ ավելի շուտ մտածում է, որ միգուցե Սամվել Կարապետյանը ռուսական հատուկ ծառայությունների պրոյեկտ է, ինքը այդպես կարող է մտածել, որտեղ Հայաստանում, այո, շատ ճիշտ եք, Հայաստանում օգտագործվի Իվանիշվիլի օպերացիա եւ սցենարը։ Այ հիմա դրա համար իր մոտ վախեր է եւ այդ վախերը իրեն կարող են նաեւ անկանոն շարժումների տալ։ Այդ տեսնում ենք, չէ՞, վերջին շրջանում առհասարակ ու մինչեւ դա էլ ինչ էր կատարում։ Իրեն հիմա այս պայն ներքին քաղաքական առումով կառավարում են իր վախերը։ Եվ կարծում եմ սա լավագույն նվերն է մեր քաղաքական ընդդիմությանը։ Օգտվել այդ վախերից։ Եվ վերջին հարցը ու ավարտենք, պարոն Նահապետյան, խոսակցություն կա, որ այսօր Թուրքիայում Փաշինյանը ինչ որ փաստաթուղթ կարող է ստորագրել, որքանով եք հավանական համարում դա եւ ինչի մասին կարող է խոսք գնալ։ Ուրեմն Թուրքիայի Ադրբեջանի հետ ստորագրած ցանկացած փաստաթուղթ դա խիստ վտանգավոր է պարտվող կողմի համար, որտեղ այդ փաստաթուղթը ստորագրվում է պարտվողի զգոնությունը բթացնելու իր դաշնակիցներից հեռու պահելու համար, որ պահին զգոնությունը բթացվել է եւ պարտվող կողմը որոշակի դաշնակիցների իրենց հեռու են գնացել, այդ ժամանակ դաշունով հերթական հարված է կարող է ստանալ։ Դա խիստ վտանգավոր է ցանկացած պայմանագիր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ստորագրած, որտեղ դա մեր ժողովրդի, մեր քաղաքական ընդդիմության մոտ որոշակի առերևույթ հանգստության զգացողություն կարող է առաջ բերել եւ կարծում եմ, որ պահին վտանգի զգացողությունը ամբողջովին եւ մեր քաղաքական էլիտա եւ մեր քաղաքացիների բթանա, այդ ժամանակ Թուրքիան եւ Ադրբեջանը հարված կարող են հասնել։ Շնորհակալ եմ վերլուծության համար, հարցազրույցին սպասեք երկուշաբթի։